Եվ այժմ ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին ներկայացնելու համար համապատասխան հանձնաժողովները, որոնք ընտրում է քաղաքացիական պայմանագիրը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է պաշտպանության եւ անվտանգության հարցերի, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն երրորդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը եւ ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ներկայացնելու համար ընտրությունը։ Համեցեք։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ընտրում է ֆինանսավարական եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 4-րդ եւ 5-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին ներկայացնելու համար համապատասխան հանձնաժողովները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն։ 6-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, համեցեք։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ընտրում է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 7-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, Տիկին Մանավազյան, համեցեք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը։ Տիկին Մանավազյան, 1 հանձնաժողով։ Ինչու՞։ Կրթության 1 հանձնաժողով։ 8-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստան խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։ Հայաստան խմբակցությունը ընտրում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։ Տիկին Մանավազյան, այժմ 9-րդ պաշտոնը։ 9-րդ պաշտոն։ 1 հանձնաժողով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն։ 10-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստանին, խնդրեմ, պարոն Կարապետյան։ Ուժեղ Հայաստանը ընտրում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ Հետաքրքիր ընտրություններ, պարոն Կարապետյան։ Եվ հետևաբար 11-րդ եւ 12-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագրին, Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով եւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն, այսպիսով նախագահի